Ժողովրդական մի ասույթով եմ ուզում խոսքը սկսել, հետո բուն թեմայից։ Հայտնի խոսք կա, ասում ավելի լավ է լռես, բոլորը իմանան դու անգետ ես, քան թե խոսես եւ բոլորը համոզվեն դրանում։ Աբդուլ Համիդի ջարդերի մասին երևի տեղեկություն չունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորը։ Համիդյան ջարդերի արդյունքում 100,000-ավոր մեր հայրենակիցներ սպանդի են ենթարկվել եւ երիտուրքական կուսակցության եւ հայտնի դեմքերը խոստանում էին սահմանադրություն, խոստանում էին քրիստոնյաների իրավունք, հատկապես հայերի իրավունքների հետ կապված եւ հենց դա է եղել պատճառը, որ այդ ժամանակահատվածին համահունչ հայտարարություններ են հնչել Աբդուլ Համիդյան ռեժիմը տապալելու եւ Օսմանյան Թուրքիայում սահմանադրական կարգ հաստատելու մասին։ Բայց այսքանով ես ուզում եմ այս թեմայի հետ կապված ավարտել, բայց մի օր առիթը կլինի երկար խոսելու դրա մասին։ Տեսեք, մենք այստեղ օգտվելով առիթից ամբիոնը պիտի օգտագործենք մեր հայրենակիցների հիմնական հուզող խնդիրները վերհանելու, բարձրացնելու, մեր հանդիպումների ընթացքում եւ մեզ ուղղված նամակների արդյունքում տեսնելու եւ ի վերջո բժշկական տերմինով ասելով ախտորոշելու, պատճառները գտնելու եւ ամեն ինչ անելու, որ ինչպես ասեց իմ գործընկեր Ագնեսա Խամոյանը, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունի պահանջելու պետությունից, որ պետությունը հոգա իր առողջապահական առաջնային կարևորության խնդիրները։ Գործընկերս խոսեց օնկոլոգիական հիվանդությունների մասին, սրան կարող ենք նաև ավելացնել ստենդավորման հետ կապված խնդիրը, լավ բան էլ կա այս առումով, ստենդավորման հետ կապված։ Որոշ դեպքերում կարող ենք ասել, որ ստենդավորվում արվում է, բայց նույն բուժհաստատություններում, երբ որ ռեանիմացիայով հիվանդին բերում են, մեկ ստենդ դնում են, հետո թողնում են, որ մի քանի օր անցնի, որպեսզի քաղաքացին վճարի արդեն երկրորդ կամ երրորդ ստենդի համար։ Այստեղ շատ կարևոր խնդիր է նաև դեղորայքի հասանելիության հետ կապված խնդիրը։ Թոշակառուն, որ ստանում է առավելագույնը 40-45,000 դրամ թոշակ, հնարավորությունից զրկված է իրեն անհրաժեշտ դեղորայքը օգտագործելուց։ Ասում եմ մի տնից չենք, բայց մի հալի ենք։ Մեր շրջապատում հաստատ կան մարդիկ, հատկապես թոշակառուներ, որոնք որ ծայրը ծայրին հասնելով այդ դեղորայքը ստանալու խնդիրը ունեն։ Եվ այն տարբերությունները ահռելի որ կան մեր հանրապետության եւ Վրաստանի հանրապետության, ես բազմաթիվ անգամներ այս ամբիոնից ասել եմ, որ մարդիկ ստիպված ծանոթ բարեկամ, որ գնում է արտերկիր, խնդրում են որպեսզի դեղորայք բերի։ Կրկնակի երրակի անգամ թանկ Հայաստանի հանրապետությունում։ Եվ սա լրջագույն խնդիր է։ Սա մեզ բոլորիս պիտի հուզի։ Հաջորդը, որին ես ցանկանում եմ անդրադառնալ, շտապօգնության խնդիրն է, որի մասին էլի երկար խոսել ենք, էլի նախարարության կողմից բազմաթիվ հավաստիացումներ ա եղել, որ խնդիրը լուծված է, բայց շրջաներում խոսում ենք, ուրեմն շրջաներից խոսում ենք գյուղերից, համայնքների զարգացման մասին ենք խոսում։ Եթե շտապօգնության մեքենան ժամեր շարունակ չի հասնում հիվանդին, ինչ առողջապահության մասին կարող ենք խոսել։ Եվ շատ դեպքեր են լինում եւ ահազանգում են, որ ոչ պատշաճ մասնագետներ են ուրեմն մասնակցում այդ գործի կազմակերպմանը։ Մեկ բառով բուժքույրն է գնում ուրեմն մոտենում հիվանդին եւ էլի պատշաճ բուժօգնության չի արժանանում։ Ես Տավուշի օրինակով ասեցի, ուրեմն բյուջեի քննարկման ժամանակ ասին խնդիրը լուծված է, բայց այդ խնդիրը մնում է նույնը, ոչ միայն Տավուշում, այդ իմ ելույթից հետո բազմաթիվ տեղերից այդ ահազանգները եկել է, հասել է մեզ։ Խնդիրը լուծված չի, խնդիրը անհապաղ լուծման կարիք ունի։
Եթե մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները տարբեր մարզերում ու գյուղերում ամուր կարճած լինեն իրենց հողին եւ ստիպված չլինեն թողնել իրենց բնորանը եւ գալ Երևան, պետք է այդ պայմանները տեղում ստեղծվի։ Եվ առաջնային այդ խնդիրը պետք է լուծվի, եթե գոնե այս պարագայում ուրեմն պետությունը պետք է անընդհատ զբաղվի դրանով, որ որակյալ մասնագետներին գոնե շաբաթը 1-2 անգամ կարողանա շրջաններ տանի եւ այդ մարդիկ ի վիճակի լինեն նաեւ որակյալ բժիշկների ծառայությունից օգտվել։ Եվ այդ հիվանդանոցները չպետք է ծառայեն նրա համար, որ սենց օղակ հանդիսանան Երևանի հիվանդանոցների հետ կապված։ Այսինքն գնա մարդը դիմի շրջանի հիվանդանոց, որ կազմակերպի իր տեղափոխությունը։ Կներեք, բայց սա անընդունելի է։ Այսինքն ինչ դա բանա դիսպեչերական ծառայություն, հա։ Համարը չի կարողանում, գումար չունի։ Հնարավորություն չունի։ Քրեակատարողական հիմնարկների հետ կապված, նորից եմ կրկնում, ես տարբեր մարդկանց եմ հանդիպում։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ նաև հիշեցնել, որ որոշ թիրախավորումներ է կատարվում։ Ամենակոշտ քննադատության ինձ ենթարկած իմ քաղաքական օպոնենտներին այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ իրենց առողջությունով հետաքրքրվելու։ Ինձ համար տարբերություն չկա, ընդդիմադիրա, դիմադիրա, ում է ընտրել, ում չի ընտրել, բոլորի հետ կապված, ուրեմն նախ ես նորից եմ կրկնում, եթե դեպք է տեղի ունենում եւ օրեր շարունակ մարդու բերանից արյուն է գնում եւ ականջալուր չեն լինում, կներեք ես ինչ գնահատական տամ։ Ինչ գնահատական տամ դրան։ Բնականաբար լավ է, որ քրեակատարողական հիմնարկներում ամբուլատորիաներ են, չգիտեմ, հիմնվում, լավ է, բայց դուք ինհատ տեսեք ինչ խայտարակ մի համակարգ է գործում, երբ որ քրեակատարողական հիմնարկներում սուր խնդիրներով ուրեմն մեր հայրենակիցները ստիպված են հերթագրվել, որ 5-րդ, 6-րդ ամսին իր հերթը գա։ Եվ ինչ անի այդ մարդը։ Եվ սա լրջագույն խնդիր է։ Եթե ազատության մեջ մարդը հնարավորություններն ավելի շատ են, բնականաբար անազատության մեջ գտնվող մարդկանց հնարավորությունները եւ կարողականությունը պատիկներով անգամ պակաս է։ Եվ ամփոփելով խոսքս ուզում եմ էլի խոսենք նրա մասին, որ մեր համայնքների, շրջանների հարգելի մեր հայրենակիցները, որոնք որ խնդիրներ ունեն, օնկոլոգիական խնդիրներ ունեն, սրտանոթային հիվանդությունների հետ կապված խնդիրներ ունեն, որոնք որ իրենց գումարին հասու չի, հնարավորություն չունեն, մենք պետք է այդ հնարավորությունը ստեղծենք մեր հայրենակիցների համար, որովհետև մեր հայրենակիցների առողջությունը մեր համար չափազանց կարևոր հարց է։ Ես էլի տարբեր շփումներ եմ ունենում հիվանդանոցների, տարբեր հիվանդանոցների հետ եւ ուղղակի մեծ ցավ եմ ապրում, երբ մարդ գալիս է հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում եւ իր գրպանի պարունակությունը չի հերիքում, որպեսզի կարողանա լուծել իր որդու զավակի կամ իր ծնողի հետ կապված։ Դրանից ավելի ահավոր բան հավատացեք գոյություն չունի։ Այդ խնդիրը իդեպ այնպես չի, որ ընդդիմությունը քննադատում է կամ ասում է կամ բարձրաձայնում է, այնպես չի, որ այդ խնդիրները չեն եղել, ձեր իշխանության օրոք են եղել, ամենևին դա չի նշանակում, բայց ամեն անգամ ուրեմն տարիներն անցնում են եւ այլ հիվանդություններն էլ կարծեք թե ավելի են շատանում եւ ի վերջո դուք 7-8 տարվա իշխանություն եք եւ այս խնդիրները համենայն դեպս են գլոբալ խնդիրները պարտավոր եք լուծելու եւ դա ձեր ոչ թե պոզիտիվ պարտականությունն է, դա ձեր ուղիղ պարտականությունն է։
Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք այդ ապրումակցման զգացում ունենանք եւ կարողանանք ի վերջո ճիշտ որոշումներ կայացնել։